5-րդ թեման, որ կոչվում է Աստծո օրենք։ Այս թեման բաժանել ենք 3 բաժինների, որ 3 բաժինով պետք է նայենք օրենքի նպատակը, այսինքն դերն ու նշանակությունը, երկրորդ բաժինը տասնաբանյան եւ օրենքի ուրիշ պատվիրանքները եւ օրենքին հնազանդվելու հարցը։ Բայց առաջինը օրենքի նպատակը, դերն ու նշանակությունը։ Թեման վերաբերում է Աստծո օրենքին, այսինքն այս օրենքի օրենսդիրը ինքը Տերն է։ Ուրեմն Եսայի 33:22-ը ձեզ համար կարդամ, որտեղ մեր դատավորը Տերն է, մեր օրենսդիրը Տերն է, մեր թագավորը Տերն է, նա է մեզ ազատողը։ Հետաքրքիր է, եթե գրված չներ մեր օրենսդիրը Տերն է, գրված ներ մեր դատավորը Տերն է, գուցե մենք մտածենք ամեն խախտման դեպքում, մարդկային օրենքների խախտման դեպքում էլ Աստված պետք է պատասխանատվության կանգնեցնել մարդուն, սակայն Տերը ինչ որ պետք է դատի համար իր օրենքով սահմանները գծել է։ Դա համար ասում եմ, մեր օրենսդիրը Տերն է եւ մեր թագավորը Տերն է։ Մեզ ազատողն էլ Տերն է դատաստանից։ Եվ Հակոբոսի 4:12-ում էլ նորից դրա մասին է խոսում, մեկն է օրենսդիրը եւ դատավորը, որը կարող է փրկել եւ կորցնել։ Դու ով ես, որ ուրիշին դատում ես։ Եվ նորից ասում է օրենսդիրը եւ դատավորը Տերն է։ Ուրեմն խոսքը Աստծո օրենքի մասին է, որը ինքն է դրել։ Մենք մեկ թեմայում օրինակ որոշ չափով շոշափեցինք օրենքի հարցը, որովհետեւ մեղքի հետ խիստ կապված է, մենք ասացինք, չէ, մեղքը ինչ է, ամեն անիրավություն մեղք է կամ ամեն անօրենություն մեղք է, այսինքն որ օրենքի մասին է, որ օրինազանցության մասին է, ամեն անօրինականություն։ Բնական Աստծո օրենքի մասին է, դրա համար մեղք թեմայում ինչ որ չափով մենք ուսումնասիրեցինք օրենքի խախտումը Աստծո առջև մեղք է։ Անգամ Սուրբ Գիրքը ասում է անիծյալ լինի ամենայն մարդ, որ օրենքի բոլոր պատվիրանները չի պահում։ Այսինքն սա որոշում է նորից մեղավորության հարց, նաև պատժի հարց։ Անեցք հենց այդպես օդի միջի բան չի, այսինքն պատժի արժան է ամենայն մարդ, զրկանքի արժան ամենայն մարդ, որ Աստծո օրենքի բոլոր պատվիրանները չի պահում։ Այս առաջին բաժինը դերն ու նշանակությունը, այսինքն նպատակը նորից 4 ենթավերնագիրներով, ենթակետերով կնայենք։ Առաջինը ասում է օրենքը իրավունքն ու անիրավությունը ճանաչեցնելու համար է։ Երկրորդը օրենքը տրվեց, որ մարդը Աստծո եւ իր ինչպիսի լինելը ճանաչի։ Շատ հետաքրքիր է։ Եվ երրորդը օրենքը Քրիստոսի գնալու ճանապարհ հարթեց, բացեց։ Եվ չորրորդ ենթավերնագիրը ասում է օրենքը երկնքի արքայության բնակիչների վարքն է ցույց տալիս։ Առաջինը օրենքը իրավունքն ու անիրավությունը ճանաչեցնելու համար է կամ համար տրվեց։ Օրենքը տրվեց, որ մարդը ճանաչի իրավունքն ու անիրավությունը, արդարությունն ու անարդարությունը։ Մարդը ամեն ինչ չգիտի իրավունքից եւ անիրավությունից։ Աստված մի գծագիր տվեց, ասենք իր օրենքը։ Առաջին Տիմոթեոսին ուղղված նամակի 1:8-10 համարներն եմ ուզում ձեզ համար կարդալ, ասում է եւ գիտենք, որ օրենքը բարի է։ Եթե մեկ օրինավորապես գործածեն այն, սա իմանալով, որ արդարին օրենք չկա, այլ անօրեններին, աննազաններին, անբարիշտներին, մարդասպաններին, պոռնիկներին, արարագետներին, մարդագողերին, սուտ ասողներին, սուտ երթում անոնին եւ ուրիշ ինչ որ հակառակ է ողջամիտ վարդապետությանը։ Տեսնում եք ինչ ասում։ Արդարի համար չի օրենքը։ Օրենքում համար է տրվում չարագործների համար եւ տարբեր կարգի չարագործների, ասենք գործեր է նշում։ Եթե ես չեմ սպանում, իմաստ չունի ինձ պատվիրան հնչի, մի սպանի։ Ուրեմն մեղանչողների համար է օրենքը։ Ոչ թե օրենքը եկավ, նոր մեղքը եկավ, չէ, մեղքը կար, բայց չէր երևում, մարդկանց աչքին չէր երևում իհարկե, բայց Աստծո աչքին երևում էր, որտեղ անիրավություն է, սակայն մարդը չգիտեր դա ինչ է։ Բայց օրենքը մի սարքավորման նման է, որ բացահայտում է մարդու վիճակը, այսինքն բացահայտում է ծածկվածը։ Նմանապես օրենքը բացահայտեց մարդու վիճակը։ Ոչ թե օրենքի գալով մարդը նոր դարձավ մեղավոր, այլ օրենքի գալով լուսավորվեց մարդը։
Օրենքը լույս է, Աստծո օրենքը լույս է։ Լուսավորվեց, տեսավ, սակայն չեմ ասում, որ բժշկության միջոց է։ Թե բժշկական սարքավորումներ կան, որ բացահայտում են մարդու հիվանդությունը, սակայն չեն բժշկում։ Բայց բարի գործ են անում, բացահայտում են, որպեսզի մարդը արդեն բժիշկն իմանա ինչ գործ պետք է անի, կամ մարդը իմանա, որ բժշկին պետք է դիմի։ Սակայն մարդը, եթե իր մեղավորությունը չիմանա, եթե չգիտեմ, որ հարցում եմ մեղան չէ, ինչ խոստովանվեմ։ Հիվանդություն, որ հիվանդությունից բերեմ Աստծո առաջ։ Բայց օրենքը քեզ ցույց է տալիս, եւ դու կարող ես խոստովանել։ Իհարկե շատերը ծածկում են, բայց ասում Հովհաննեսի մոտ որ գալիս է, մարդիկ ինչ են անում, իրենց մեղքերը խոստովանում են, նոր մկրտվում են։ Օրինակ ես եթե մի հանցանք եմ արել, խոստովանում Տեր Աստված այս հարցում ես քո օրենքը խախտել եմ, մեղավոր եմ։ Ների ինձ այս հանցանքիս համար։ Բայց եթե ես չգիտեմ ինչ ձևական խոստովանեմ, ինչ անեմ, ասեմ Տեր Աստված ների չգիտեմ ինչի համար։ Չէ, ո՞նց կլինի այդպես։ Օդի մեջ իզուր ներողությունը։ Եվ ասում է օրենքով լինում է մեղքի ճանաչումը։ Հռոմեացիների 3:20-ը ձեզ համար կարդամ, ասենք օրենքի գործերից ոչ մի մարմին չի արդարանա նրա առաջին, ասենք Աստծո առաջին, որտեղ օրենքով լինում է մեղքի գիտությունը։ Ինչպես որ ասացի, թե օրենքը բարի է, լույս է, ընդհանրապես ցույց է տալիս, բայց բժշկություն չի անում։ Աստծո առաջին օրենքի գործերով ոչ մեկ չի արդարանա։ Օրենքի գործ ինչ է նշանակում։ Օրենքի պատվիրանի համեմատ գործել։ Օրինակ կա 10 պատվիրան, օրինակ։ Եթե 9 պահես, մեկը խախտես, էլի մեղավոր ես։ Չի նշանակում, որ մի քանի բան արեցի, արդար եմ։ Պետությունը երբ որ օրենքը դնում, չի ասում, օրինակ մարդասպանին, գիտես ինչ, 100 հատ օրենք ունեմ, դու 99 պահել ես, միայն այս մեկում խախտեցիր, մարդ սպանեցիր, ոչինչ։ Այդպիսի բան չի ասի։ Այս մեկն ես խախտել, դրա համեմատ կդատվես։ Նմանապես Աստծո օրենքը, թեկուզ 99 պահենք, օրինակ եթե 100 օրենք լինի, մեկը խախտենք, դրա համար պատասխան պետք է տան։ Դրա համար այն մարդկանց, ումը որ Պողոս առաքյալը դիմում է, նրանք որ մտածում են, իրենց հոգեբանությունը սա էր, կարծես թե Աստծո պատվիրան եւ օրենք լսելով կարող են հնազանդվել եւ արդարանալ, Պողոս ասում է, հնարավոր չի օրենքի լսելով, օրենքի իբր թե որևէ պատվիրան կատարելով արդարանալ։ Օրենքը արդարանալու համար չի, որտեղ իրականության մեջ օրենքը սուրբ է, մարդը մեղավոր, ինչպես կարող է մեղավորը սուրբ օրենք կատարել, հնարավոր էլ չի, կամ ասենք փուշը ծիրան տա, ոնց հնարում իր բնության հակառակ է։ Աստված օրենքը չի տվել փրկության կամ արդարության համար, այլ մեղքի գիտության համար, որ ճանաչես մեղքը։ Հռոմեացիների 7:7-ում էլ այսպես է գրած, ասում է արդ ինչ ասենք, օրենքը մեղք է, քավ լցի, բայց ես մեղքը չի գիտենա, եթե ոչ օրենքով։ Եվ ցանկությունը չի ճանաչ, եթե օրենքը չասեր, մի ցանկացիր։ Կամ ասում է օրենքով փրկություն չկա, մարդիկ կարծում են, թե օրենքը ավելորդ է ուրեմն։ Աստծո օրենքը։ Օրենքը բարի է, օրենքով ես իմացա, ես մեղքը չի ճանաչի, եթե օրենք ասած չլներ, ես վատ ցանկություն չի ճանաչի, եթե օրենք ինձ ասած չլիներ, ասենք մի ցանկացի։ Ուրեմն օրենքը բարի գործ անում է, օրենքով է բացահայտվում մարդու ներսն ու դուրսը, ասենց ասած։ Համ գործերն են քննվում, բարի է թե չար։ Համ մեր մտքերը անգամ, մեր մտքերում եթե մի բան ենք մտածում, հիշում ենք Աստծո օրենքը, որ այդ մտքին կողմ է թե հակառակ է։ Բարի է թե չար է իմ միտքը։ Մեկը տեսնես մարդիկ են գալիս, իբրև թե շատ ուժեղ օրենքին նախանձավոր են, իբրև թե շատ ուժեղ Աստծո սիրում են, իրենք իրենց ճնշում են, իրենց մարմինները, իբր թե տես չեմ լավ ուտում, չեմ խմում, չեմ ծխում, մի քանի բան երևացող անում են, բայց իրականության մեջ սրտները լիքն են նենգությունով։ Որտեղ մեկը եթե Աստծուն չի ճանաչում, Աստծո հետ չի, լույսի հետ չի, ինչպես կարող է սուրբ լինել։ Եվ սկսում են մարդկանց քաշել դեպի օրենքի առջև պատասխանատվության, օրենքով արդարանալու, օրենքը իբրև սիրելու, բայց նորից հիշեցնում եմ, որ չարը գիտի, որ մարդը մեղավոր է, չի կարող սուրբ օրենք կատարել, թող օրենքը իբրև թե սիրեն, թող ձգտեն օրենք կատարելու, այդտենց էլ ամբողջ կյանքում պարտված կմնան, զրկված կմնան ներումից։ Որտեղ այսպես է, եթե մեկը Քրիստոսին մերժում է, չի ուզում
Քրիստոսով ձրի արդարանալ, ասում է դու ինձ պետք չես, այդ է նշանակում։ Այլ ես օրենքը գիտեմ, ինձ կպայեմ կարդանամ պատասխան կտամ։ Օրենքի գործերով, այսինքն սա է նշանակում։ Մարդը իր գործերով, օրենքի համեմատ վարվելով, իր գործերով է ուզում արդարանալ, բայց Քրիստոսի գործով չի ուզում արդարանալ։ Ուստի եւ կմնա դատապարտված, որովհետեւ ոնց էլ անի օրենքի խախտում տեղի կունենա եւ դրա համար մենք պետք է լավ ճանաչենք Աստծո օրենքն էլ իմանանք, օրենքի նպատակն էլ իմանանք, որ թակարդը չընկնենք։ Շատերը գալիս են իրենց օրենքի նախանձավոր են ցույց տալիս, քեզ էլ իբր թե իրանցից ցածր մեկը, դու էլ սկսում ես ավտոմատ Քրիստոսի շնորհքից հետ քաշվել գաղատացիներին Պողոս առաքյալը անգամ ասում է ով անխելք գաղատացիներ ով ձեզ կախարդեց որ Քրիստոսի շնորհքից կտրվեք եթե ուզում եք օրենքով արդարանալ ուրեմն Քրիստոսից կտրվածը շնորհքից զրկված Աստծո օրենքը ինչպես ասացինք իր բնույթով սուրբ է անարատ է մաքուր է էությամբ եւ դիրքով առանձնացված եւ տարբերվում է բոլոր ուրիշ օրենքներից 119-ի 142-ում էլ Սամոս գրքի ասում է քո արդարությունը հավիտենական արդարություն եւ քո օրենքը ճշմարիտ է Աստծո օրենքը ճշմարիտ է Աստծո օրենքը սուրբ է անգամ ասում է Աստծո օրենքը սուրբ է մնում է հավիտյան հետաքրքիր է ասիկի չի վերանում թեկուզ փրկությունը շնորհքով է բայց Աստծո օրենքը չի վերանում Հակոբոսի 5:17-ում էլ նորից խոսում է ասում է Աստծո օրենքը սուրբ է Հռոմեացիների 5:13 ասում է որտեղ մինչև օրենքը մեղք կար աշխարհում բայց մեղքը չի համարում քանի որ օրենք չկա ասիկի խավար էր ինչ է նշանակում մինչև օրենքն էլ մեղք կար բայց մեղք կար խավարի մեջ ծածկված էր բայց երբ որ օրենքը եկավ լուսավորվեց բարի նշանակություն ունեցավ բարի դեր ունեցավ օրենքը մարդու համար որտեղ մենք նայում ենք չէ օրենքի դերն ու նշանակությունը այսինքն ինչ կատարվեց Աստված օրենքով մի շնորհք արեց ոչ թե բժշկության փրկության շնորհք այլ գիտության շնորհք արեց Աստված մեզ շնորհեց օրենքն էլ է շնորհքից Աստծո Աստված օրենքը շնորհեց մեզ որպեսզի դրանով մեր միտքը բացի երբ որ մենք ասում ենք օրենք չի նշանակում օրենքի մի պատվիրան Աստծո օրենք ասելով մենք չենք ասում օրենքի մի հատված կամ երկու պատվիրան, երեք պատվիրան, այլ օրենք ասելով նկատի ունենք ամբողջը։ Բայց առանձին կարող ենք ասել օրենքի այս պատվիրանը, որ ասում է մի գողացիր, օրինակ, կամ օրենքի այն պատվիրանը, որ ասում է ծնողի պատվիր, դրա համար մենք ինչ ենք ասում մարդկանց օրենքները սուրբ չեն։ Ինչու՞։ Թեև կան մարդկանց օրենքների, պետությունների օրենքների մեջ լավ պատվիրաններ, բարի պատվիրաններ կան, բայց ամբողջ այդ ամբողջությունը սուրբ չի, ինչու՞, որտեղ այդ ամբողջության մեջ խառնված է բարին ու չարը իրար հետ, մաքուրն ու անմաքուր իրար հետ։ Թեև որոշ պետություններն են մեկը մյուսից վերցեցին բարի օրենքները, բայց հիմքը Աստծո օրենքն էր։ Սակայն բացի այն հատվածներից, որ Աստծո օրենքից վերցված է իրենց օրենքների մեջ դրված է, նաև կան օրենքներ, որ էլի հիշեցնում մարդիկ իրենց շահերի համար են մշակել։ Առաջնորդներ կան, որ մեղանչում են, չարություն են անում, բայց նրանց մեծ հանցանքները անտեսվում են, որտեղ անձեռնամխելի են։ Բայց Աստծո առջև այսպիսի բան չկա, անձեռնամխելի մեկը չկա, բոլոր օրենքի առաջ պատասխանատու են։ Հավասար, անձեռնամխելիության օրենք չկա։ Անկամ Աստծո ծառաները, մարգարեները, որ մեղանչել են, պատիժ են կրել։ Հենց սա է, Աստծո օրենքը սուրբ է, անաչառ է, բոլորի համար է, թագավոր ու բանվոր չի նայում։ Մի քույրիկ էր զանգելից, եվրոպական մի պետությունից, օրինակ, շատեր ասում են օրինակ արդար է, չէ՞։ Ասում են ես խանութ ունեմ, մի սենց երևի 30 սանտի լայնությամբ, մի 50 սանտի բարձրությամբ, մի սենց այսպես ծալվող ցուցանակ ունեմ, ես դեպ որ բացում է, ծալում ես, պահում ես, հետո բացում ես, գետնին դնում եմ, ինչ-որ ռեկլամ է անում իր խանութի դիմաց է դնում, դռան առաջ։ Ասում եմ կողքս էլ մեկը բանջարեղենի խանութ ունի, ինքը յաշիկները շարեն մոտավորապես մի մետր սենց մայթի վրա է դուրս եկել, մոտ մի մետր մայթի վրա է դուրս եկել։ Ասում եմ հիմա եկել են ինձ, ասում եմ քեզ կտուկ անենք, զգուշացնում ենք վերջին անգամ, եթե մեկ էլ այդ ցուցանակը դնես, կտուկ անվես, դու խանգարում ես
մարդկանց, ասենք մայթի վրա ես դնում քո ցուցանակը։ Բա ինչ անեմ, ասում է պետք է դուք ասում մուծումներ անես, որ թույլատրեն դու դնես այդ։ Ասում լավ, եթե մուծում անեմ, այդ ժամանակ մարդկանց չեմ խանգարի։ Կամ ասում ինչպես է, ես 30 սանտի ընդամենը տարբերությամբ իսկ մի մետրից ավել մտել է մայթ արկեղերը շարելով, ասում են նա մուծում է անում ամեն ամիս։ Բայց ինչ կապ ունի, դուք ասում եք մարդկանց խանգարում է, ձեր համար մուծում արեց, արդեն դարձավ մարդկանց չի խանգարում։ Սուրբ Գիրքն Եսայի 10-րդ գլուխ առաջի խոսքում ասում է Տերը. «Վայ անօրեն կանոններ դնողներին եւ այն դպիրներին, որ դպիրներին, ասենք գրագիրներին, որ անիրավություն են գրում»։ Հետաքրքիր է։ Ասում է. «Վայ անօրեն կանոններ դնողներին»։ Այսինքն Աստված ցույց է տալիս հենց այդ ժամանակում են եւ այսօր մենք էլ տեսնում ենք, որ շատ տեղերում պետությունների մեջ անիրավ կանոններ կան։ Ինչ որտեղ իրենք արտոնյալ են, որոշ օրենքներ իրանց վրա չի ազդում, յուղացու վրա ազդում է, բանվորի վրա ազդում է, վարորդների վրա ազդում է։ Աստված ձեզ օրհնի։ Մենք կանցնենք երկրորդ ենթաբաժնին, ասում է օրենքը տրվեց, որ մարդը Աստծուն եւ իրեն ճանաչի, Աստծո եւ իր ինչպիսի լինել է ճանաչի։ Իհարկե արդեն առաջին թեմայում մենք խոսեցինք, բավական բան ցույց տվեց այս երկրորդ ենթավերնագրի իրականությունից, այսինքն քանի որ մենք տեսանք Աստծո օրենքը սուրբ է, Աստծո օրենքի նպատակը, դերը լուսավորելը, ինչ եք տեսնում։ Օրենքը եթե սուրբ է, օրենսդիրն էլ սուրբ է, չէ՞։ Օրենք գրողն էլ սուրբ է, կատարյալ է։ Եթե մարդկային օրենքները սուրբ չեն, ուրեմն իրենք էլ սուրբ չեն, իրենք էլ կատարյալ չեն։ Հետաքրքիր է, փրկության հետ կապված Աստված ուխտի, զոհերի փոփոխություն արեց, այսինքն զոհերը փոխեց մեկ զոհով, սակայն Տերը տեղյակ էր պահել, հանկարծակի չեկավ մարդկությունը, որ ինչ որ արվում է, դա օրինակն է, Մովսեսին ասաց այն օրինակի պես անես, սակայն իրականը եկավ, բայց ինչ մնում է իրավունքի օրենքներին, Աստծո օրենքը հավիտյան չի փոխում, նույնն է։ Սա ինչ է ցույց տալիս։ Աստված կատարյալ է։ Նա չի զարգանում դեպի կատարություն, նա միանգամից կատարյալ է։ Նա գիտի ինչ է ասել, ամեն ինչ ճշմարիտ է ասել եւ դրա համար փոփոխության ենթարկա չի։ Բայց մարդկանց օրենքները, որ միշտ փոփոխության են ենթարկում, սա վկայում է, որ մարդիկ գիտություն չունեն խորապես ամեն ինչից։ Դրա համար տարեստարի փոփոխությունների է ենթարկում, սահմանադրություններ են փոխում, կետեր են հանում, կետեր են ավելացնում, սա ցույց է տալիս, որ նրանք կատարյալ չեն։ Անգամ այնպիսի կետեր կան, իրար են հակառակում։ Դրա համար մարդիկ օրենքի գիտակ են իրենց համար, ասած ասած վարձով պահում, որ խորանան օրենքների մեջ ճանաչեն, նրանց աշխատանքն էլ դա է, որ կարողանան իրենց օգնեն խախտման տեղերը ցույց տան, այսինքն որ կետով կարող ես այն մի կետը խախտել։ Սա նշանակում է, որ մարդիկ իրենք մշակել, իրենք էլ չեն իմանում, որ իրենց մի օրենքի մի հատված այն մյուս հատվածի դեմ է։ Եվ սա ապացույց է։ Եվ նաև օրենքը ինչ է ցույց տալիս, որ Աստված սուրբ է, փաստորեն մարդը ոչ սուրբ, մեղավոր։ Օրինակ երկրորդ օրինաց 27-26-ը ձեզ համար կարդամ, ասում է անիծյալ է նա, որ չկենա այս օրենքի ամեն խոսքերի մեջ, որ նրանց կատարի եւ բոլոր ժողովուրդը ասե ամեն։ Այս հատվածը նաև կրկնված է հռոմեացիների թղթի մեջ, Պողոս առաքյալը կրկնում ասում է, եթե օրենքով լինի, այսպես է գրված, անիծյալ լինի ամեն մարդ, որ օրենքի բոլոր խոսքերի մեջ չի կենում։ Այսինքն, երբ որ բացահայտվում է մարդու կյանքը, օրենքով քննում է, տեսնում ենք, որ մարդը բոլոր օրենքները խախտել է։ Աստծո օրենքը ցույց է տալիս Աստծո միտքը, Աստծո մտածողությունը, Աստծո նպատակը շատ հարցերում, որ սուրբ է, մաքուր է։ Իսկ նույն օրենքը, որը Աստծուն ցույց տվեց որպես սուրբ եւ մաքուր, մարդուն ցույց է տալիս, որ մարդը շատ խախտումներ ունի իրավունքի մեջ։ Անիրավություն ունի, անիրավ է, անմաքուր է, այսինքն մեղավոր է։ Օրենքը ցույց է տալիս մարդու մեղավորությունը։
Ուրեմն երրորդ ենթաբաժինը օրենքը Քրիստոսին գնալու ճանապարհ հարթեց։ Ասում է, ինչպես որ մարդը տեսնվեց օրենքով, որ մեղանչական է, անկարող է եւ նա չի կարող իրեն պահել Աստծո ուզած վիճակի մեջ, ասինքն Աստծո ուզած վիճակ հենց օրենքն է, չափանիշը, էտալոնը Աստծո օրենքն է, չի կարող այդ չափանիշի համեմատ մնալ մաքուր, ուրեմն օրենքով մարդը հայտնի եղավ, որ ինքը դատապարտելի է եւ բժշկության եւ փրկության կարիք ունի։ Ադամի ժամանակով հիշում եք, չէ՞ որ մենք ասեցինք, որ Ադամը փրկության կարիք չուներ։ Ինչու՞, որտեղ մեղավոր չէր, դատապարտելի չէր, բայց երբ որ արդեն մեղանչեց եւ որպես ադամական սերունդ մենք էլ նույն շաղախից ծնվեցինք, ուրեմն ինչ է, մենք արդեն կարիք ունենք բժշկի եւ փրկության։ Երկրորդ օրինաց 27-26-ում գրված է։ Նաեւ Գաղատացիներ 3:10-ում էլ հենց այս խոսքի պատճառով, որ գրված է անցյալ լինի այն մարդը, ով որ օրենքի բոլոր պատվիրանները չի պահում, սակայն Քրիստոսը, որտեղ օրենքի բոլոր պատվիրանները պահել էր, բայց որ մտնի անեծքի միջից մարդուն փրկի, ինքը առանց մեղանչելու մտավ անեծքի տակ, ինչպես ասում է անիծյալ լինի ամենայն մարդ, որ փայտից է կախված։ Եվ Քրիստոսը դարձավ սուրբ զո մարդու մեղքերի թողության համար, որ մարդուն անեծքից ու դատապարտությունից փրկի, այսինքն մեր պարտքերը վճարի։ Եվ շարունակության մեջ Գաղատացիների 3:10-ը, որ ասել, շարունակության մեջ այսպես է գրված, մինչև 14-ը կարդամ, ասում եմ, եւ թե օրենքով ոչ ոք չի արդարանում, Աստծո առաջին դա հայտնի է, որովհետեւ արդարը հավատքից կապրի, բայց օրենքը հավատքից չէ, այլ նրանց կատարող մարդը կապրի նրանով։ Ասում եմ, Քրիստոսը մեզ գնեց օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով, որտեղ գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը, որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսով, եւ մենք Սուրբ Հոգու խոստումը կստանանք հավատքով։ Եվ 23-24-րդ խոսքերն եմ ուզում կարդալ նույն գլխի, ասում է, դեռ որ հավատքը չէ եկել, ասում է, օրենքի ներքև փակված պահում ենք այն հավատքի համար, որ պետք է հայտնվեր։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոս, որ հավատքից արդարանանք։ Ուրեմն ինչ ասում, օրենքը մեզ համար ճանապարհ պատրաստեց դեպի փրկիչ։ Շատ պարզ է, հնարավոր է ոմանց համար բարդ երևա, այսինքն ինչ արեց օրենքը, որ մեզ ուղարկի Քրիստոսին։ Ասում մեզ դաստիարակ եղավ դեպի Քրիստոս։ Հələ դեռ Քրիստոսի շնորհքը չբացահայտված, ողորմությունը, փրկությունը չբացահայտված, օրենքը այն աշխատանքը տարավ, որ մեզ դեպի Քրիստոս ուղարկի։ Այսինքն անցած ենթաբաժնում մեջ նայեցինք, չէ՞, բժշկական միջոցները, ապարատուրան, այսինքն, որը բացահայտում է միայն հիվանդությունը, ոչ թե բժշկում է, նրանք ինչ օգտակար գործ են անում, երբ որ ասենք օրինակ մենք ստուգվում ենք, դեռ երբ որ մենք մեր ցավը չգիտենք, ստուգվում ենք, չէ՞։ Մեկ էլ երբ որ բացահայտվում է, թե մեր հիվանդությունը ինչու՞ն է, արդեն մեզ ուղարկում է ճիշտ բժշկի մոտ, չէ՞։ Այսինքն կարելի ասել այդ միջոցները մեզ համար ճանապարհ են հարթում դեպի ճիշտ բժիշկ կամ դաստիարակ են, այսինքն ուղղում են, ուղղորդում են դեպի ճիշտ բժիշկ։ Իհարկե հոգևոր աշխարհում տարբեր բժիշկներ չկան, միայն Քրիստոսն է մեր բժիշկը եւ մեր փրկիչը, տարբեր փրկիչներ չկան։ Բայց օրենքի դաստիարակ լինելը սա էր, որ նախ օրենքը մեզ դաստիարակում էր իրավունք եւ անիրավություն, ոչ թե բժշկում էր, այլ ցույց է տալիս, սովորեցնում էր ինչն է մեղք, ինչն է արդարություն, ինչն է ճշմարիտ, ինչն է վատ, ինչն է լավ, եւ երբ որ այդ բոլոր գործը անելուց հետո ցույց տվեց մեր մեղավորությունը, ուստի օրենքի խոսքը ոնց որ սա էր, որ այ նա է քեզ փրկողը, Քրիստոսը։ Հովհաննես Մկրտիչը կարելի ասել մեկ կենթանի օրենք էր։ Հովհաննեսը չէր եկել բժշկելու, չէր եկել փրկելու։ Շատերը շփոթում էին Հովհաննեսին Քրիստոսի հետ, որտեղ որ գրված էր հին կտակարան, որ Քրիստոսը պետք է գա, փրկիչը պետք է գա, եւ մարդիկ Հովհաննեսին ասում են՝ դու ես Քրիստոսը, նա ասում էր՝ ոչ, բայց ես անապատում կանչողի ձայն եմ, թե պատրաստ արեք շավիղները եւ նա ճանապարհը հարթեք, չէ՞, այսինքն Հովհաննեսը ճանապարհ էր բացում դեպի Քրիստոս։ Օրենքի դերն էր տանում։ Մարդկանց մեղավորություններն էր հերեսով
տալի կամ ասենք բացահայտում։ Դու ես ինչ հարցով ես մեղավոր, ասում զինվորները ասում են ինչ անենք, իրենց դժվարությունն իրենց էր ասում, մաքսավորներն ասում մենք ինչ անենք, իրենց էլ իրենց դժվարություններ ասում, փարսեցիներին իրենց դժվարություններն ասում, այսինքն նմաններն էլ ցույց է տալիս, որ փրկիչ է գալիս, որի հոսելն իր ձեռքի մեջ է, որ իր կալը կսրբի, իր ցորենը կհավքի իր շտեմարանում, իսկ հարդը կայրե անշեշ կրակով, կացին ծառի արմատին, դրածային ծառը, որ բարի պտուղ չի բերում, կտրում և կրակն է գցում։ Այսինքն ցույց է տալիս Քրիստոսի փրկիչ և դատավոր լինելը։ Այսինքն օրենքն էլ սա է ասում, դաստիարակում է, ցույց է տալիս։ Եթե օրենքը չլիներ, ուշադրություն դարձեք, որ ասում է դաստիարակ է դեպի Քրիստոս, մարդիկ չէին զանազանի, ով է փրկիչը։ Շատ-շատերն են գալիս ինքնակոչ, ասում են ես եմ փրկիչը, ես եմ Աստծո ուղարկված, ես եմ այն։ Եվ շատերին անգամ հաջողվել է, որ մոլորացնել են ոչ թե շատերին, միլիարդավոր մարդկանց են տարել այս դարերի մեջ իրենց ետևից, բայց երբ որ օրենքի գրքին ես նայում, օրենքի համեմատ փրկիչ լինելու կոչումը միայն կարող է ստանալ Քրիստոսը, անմեղ, անարատ սուրբ մեկը, որ երբեք չի մեղանչել եւ արժան է զոհ լինելու, նաեւ տեր լինելու, ինչպես նաեւ օրենքը ցույց տվեց, որ Քրիստոսը օրենքի համեմատ արդարացի ճանապարհով մեղքերի թողություն պատրաստեց, իսկ ուրիշները, որ իրենց փրկիչ են ներկայացնում, փրկության համար ոչ մի գործ չեն արել, այսինքն մեղքերի թողության համար ոչ մի գործ չեն արել։ Ուրեմն 4-րդ ենթաբաժինը մենք կնայենք, որ կոչվում է օրենքով երկինքի արքայության բնակիչների վարքն է ցույց տրվում, քանի որ օրենքով ցույց տրվեց, որ Աստված սուրբ է եւ արդար, եւ նրա պահանջն էլ նույնն է, հետեւաբար երկինքի արքայության մեջ բնակվողները ունենալու են սուրբ եւ անարատ վարք։ Նրանք երբեք չեն ընկնելու մեղքի եւ հանցանքի մեջ։ Օրինակ Եբրայեցիների 8:10 գրված է, որտեղ սա է այն ուխտը, որ կդնեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո, ասում է Տերը, ես կտամ իմ օրենքները նրանց մտքի մեջ եւ նրանց սրտերի վրա կգրեմ նրանք եւ նրանց կլինեմ Աստված եւ նրանք կլինեն ինձ ժողովուրդ։ 11 նշանակեմ, ասում է, եւ նրանց ամեն մեկը չի սովորեցնի իր ընկերին եւ ոչ էլ ամեն մեկը իր եղբորը եւ ասի ճանաչի Տիրոջը, որտեղ ամենն էլ կճանաչեն ինձ, նրանց փոքրերից մինչև մեծը, որտեղ նրանց անօրությունը ներող կլինեմ եւ նրանց մեղքերը եւ նրանց անօրությունը այլևս չեմ հիշի։ Հայտնություն 21:27-ում գրված է եւ բնավ չի մտնի նրա մեջ ոչ մի անմաքրություն անող եւ պղծություն եւ ստություն գործող, բայց միայն նրանք, որ գառի կյանքի գրքի մեջ գրված են։ Տեսնում եք, որ Սուրբ Գիրքը ասում է, ոչ մի անմաքրություն եւ կեղտոտություն, պղծություն անող չի մտնի երկինք, այսինքն օրենքի համակ մարդիկ կլինեն երկինքում, ունենալը սուրբ վարք։ Իսկ 22-ի 4-րդ եւ 5-րդ խոսքում ասում է, այնտեղ գնացած ժողովրդի համար ասում, նրա երեսը, ասենք Աստծո երեսը կտեսնեն, նրա անուն նրանց ճակատների վրա, եւ գիշեր չի լինի այնտեղ, եւ ճրագի եւ արգակի լույս պետք չէ նրանց, որտեղ Տեր Աստված լուսավորում է նրանց եւ կթագավորեն հավիտյանց հավիտյանից։ Այսինքն գիտեք, որ ասում է մեղքի վարձքը մահն է, դա հավիտյանական ճշմարտություն է, չի նշանակում մեղքի վարձքը մահն է, օրինակ քանի 1000 տարվա համար, 5-6000 տարվա համար մարդկության պատմության մեջ։ Եթե գրված է մեղքի վարձքը մահն է, հավիտյանական օրենք է, որտեղ էլ այդ մեղքը կատարվի մահ կգա, բայց երբ որ երկնքում արդեն ասում է, այս ժողովուրդը փրկված կապրի հավիտյան, սա վկայում է այն մասին, որ դե երբեք մեղք չի գործվելու, այսինքն քանի որ մեղք չի գործվել, դրա համար արդեն մահ չի լինելու, եւ մարդիկ այնտեղ կապրեն սուրբ վարքով։ Ուրեմն մենք առաջին բաժինը իր ենթաբաժիններով վերջացրեցինք, հիմա ես ուզում եմ նայենք Տասնաբանյան եւ օրենքի ուրիշ պատվիրանները։ Ին ուխտում տասնաբանյա պատվիրաններից բացի ուրիշ պատվիրաններ էլ կային, ծիսակարգերի եւ զոհերի հետ կապված, որոնց կարիք այսօր չի զգացվում։ Հեսա կասենք ինչու, որտեղ Քրիստոսով ամենը ամփոփվեց։ Օրինակ, Ելիցի 34-ի 23-24-րդ խոսքում գրված է, որ ամեն արու տարին 3 անգամ պետք է գնա Տիրոջ առաջ ընտրված այն վայրը, այսինքն Երուսաղեմ,
Իսկ նոր ուխտում դրա կարիք չկա, որովհետև ծիսակարգերն ու զոհերը որոշված են մինչև ուղղության ժամանակը գրված է։ Նոր կարգի հաստատման ժամանակ, որը դրվեց Քրիստոսով, այսինքն մինչև Քրիստոսի նոր կարգերի դները կար այդպիսի օրենք։ Հետո դա չկա, օրինակ Եբրայեցիների 7:12-ում գրված է։ Բայց երբ որ քահանայությունը փոխվում է, հարկ է որ օրենքին էլ փոփոխություն լինի։ Ուշադրություն դարձնում եք քահանայությունը արդեն ոչ թե սա իրավական օրենքներին է վերաբերում։ Իրավական օրենքը սա է՝ մի գողացի, մի շնացի, մի սպանի, չէ՞։ Սրանք հավիտենական օրենքներ են։ Իսկ քահանաների հետ կապված օրենքները ժամանակավոր են, ծիսակարգերի հետ կապված օրենքներ են, այսինքն մինչև որ գա ուղղության ժամանակը քահանաները օրենքը, որ ստացան ծառայության Մովսեսի ձեռքով գրվեց, Մովսեսին Աստված ասում էր պատրաստիր սրբարանը եւ սրբության սրբոցը այն օրինակի պես։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ պատրաստվածը օրինակն էր, ոչ թե իրականը։ Սակայն Քրիստոսը երկինքը իրականն էր։ Իրական քահանան Քրիստոսն էր եւ 9:6-14-ը կարդամ ձեզ համար։ Պողոսը խոսում է սրբության եւ սրբության սրբոցի պատրաստված լինելը մեջի դետալների մասին, որ շատ մանրամասն չեմ ուզում կարդալ, անգամ Պողոսն ասում է շատ բաներ կա, չեմ ուզում դրանց վրա մեկ առ մեկ կանգնել, սակայն ասում է եւ այս բաները այսպես պատրաստված լինելով քահանաներն ամեն ժամանակ մտնում էին առաջին խորանը պաշտամուն կատարելու, բայց երկրորդի մեջ մտնում էր քահանապետը տարին մեկ անգամ եւ ոչ առանց արյունի, որ մատուցում էր իրեն համար եւ ժողովրդի սխալմունքների համար։ Սուրբ Հոգին նրանցով ցույց է տալիս, որ դեռ սրբությունների ճանապարհը հայտնված չէր։ Եվ ասում է, քանի որ այսպես էր վարագույր կար, փակված էր, ամեն մարդ չէր կարող մտնել, անգամ քահանաները չէին կարող մտնել։ Միայն քահանապետ այն էլ մեկ անգամ եւ ոչ առանց զոհի։ Ուրեմն նշանակում է սրբության սրբոցի ճանապարհը փակ էր մարդկանց համար։ Թե իսրայելցու եւ ոչ իսրայելցու, անգամ իսրայելցիների քահանաների համար էր փակ։ Քահանապետն էլ զոհով մեկ անգամ, տարի մեկ անգամ էր մտնում։ Շարունակում եմ Սուրբ Հոգին ցույց է տալիս, որ սրբությունների ճանապարհը հայտնված չէ, քանի որ առաջին խորանը դեռ հաստատ կանգնած էր, որ օրինակ էր այն առաջիկա ժամանակի համար, որ նրանում ընծաներ եւ զոհեր էին մատուցում, որ խշմտանքի համար չէր կարող կատարել անել պաշտոնը մատուցողին։ Միայն կերակուրներով եւ խմելիքներով եւ կերպ լվացումներով եւ մարմնի արդարությունով մինչեւ ուղղության ժամանակը։ Բայց Քրիստոսը, որ եկավ, հանդերձալ բարիքների քահանապետը, ավելի մեծ եւ կատարյալ անձեռակերտ խորանով, այսինքն այն, որ այս արարածներից չէր եւ ոչ էլ նոխազների եւ զվարակների արյունով, այլ բուն իր արյունով մեկ անգամ մտավ այն սրբարանը եւ հավիտենական փրկություն գտավ, որտեղ եթե ցուլերի եւ նոխազների արյունը եւ երինիջների մոխիրը սրսկվելով սրբում էին, պղծվողները, ասում են իրենց մարմնավոր սրբություն ստանալու համար, էլ որքան ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով իր անձը անարատ պատրակ մատուցեց Աստծուն, ձեր խշմտանքն կսրբե մեռանց գործից, որ կենթանը Աստծուն պաշտեք։ Ուրեմն տեսնում եք ինչ էր կատարվում։ Մինչև ուղղության ժամանակն էր առաջին կարգը։ Նրանք մարդու ձեռքով պատրաստված սրբարանն ու սրբության սրբոցն էին մտնում, բայց ասում է Քրիստոսը մի սրբարան մտավ, որ մարդկանց ձեռքով չէր պատրաստել, այլ Աստծո։ Եվ նաև 18-10-ը ձեզ համար կարդամ Եբրայեցիների Հիսուս Տերը Աստծո հետ, Հայր Աստծո հետ խոսում է մարգարեական գրքերի մեջ գրած։ Ասում է զոհի եւ պատարագի եւ ողջակեզի եւ մեղքի համար պատարագները չկամեցան եւ չհաճեցին նրանց, որոնք օրենքի համեմատ են ասում մատուցում։ Այն ժամանակում ասում է, ահա գալիս եմ քո կամքը կատարելու, ով Աստված։ Եվ ինչ ասում, առաջին դեն է գցում, երկրորդը հաստատում, որ այն կամքով մենք սրբենք մեկ անգամ Հիսուս Քրիստոսի մարմնի պատարագվելով է։ Ասում հին ուխտի ծիսակարգերի զոհերը չուզեցիր։ Դրա համար ասում եմ մարմին պատրաստեցիր ինձ համար եւ ահա գալիս եմ քո կամքը կատարելու։ Եվ հենց իր մարմինը զոհ տվեց Քրիստոսը։ Ուշադրություն դարձնենք, արդեն երկու մասի է բաժանվում 5 տակարանի մեջ գրված օրենքները՝ պաշտամունքի ծիսակարգային օրենքներ
եւ իրավունքի օրենքներ։ Ուրեմն ծիսակարգերը արդեն չի պահանջվում նոր ուխտի մեջ, իսկ իրավունքի օրենքները պահանջվում է։ Նորից հիշեցնում եմ, ոչ թե փրկության համար, այլ մաքուր մնալու համար, որտեղ ջրի ենք փրկվում։ Աստված նաև բոլոր պատվիրանները իրավունքի բաժանում է երկու մասի։ Մանավանդ Տասնաբանյան։ Երկու մասի տախտակներն էլ չէ, որ Մովսեսի միջոցով տվեց ժողովրդին, Աստված իր մատով գրեց, երկու տախտակ էին։ Երկու մասի էին բաժանում, հետաքրքիր է։ Եվ սա է երկու մասը։ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով կամ էությամբ ասենք ամբողջ սրտով, հոգով, մտքով եւ զորությամբ։ Եվ ասում է սիրիր քո ընկերին քո անձի պես։ Այս երկու պատվիրանների մեջ ընդգրկված են մյուս բոլոր պատվիրանները։ Օրինակ, երբ որ մենք Տասնաբանյան կուսումնասիրենք առանձին, մենք տեսնենք, որ առաջին 3 պատվիրանը Աստծուն է ուղղված եւ 4-ի մի մասը։ 4-ի մի մասը մինչև 10-րդն էլ ուղղված է մարդուն։ Այսինքն Աստված եւ քո ընկերը։ Ելից 23-ի 1-ից 7-ը կարդամ զգացում եմ սուտ լուրջ չտարածես։ Անօրենի հետ ձեռքդ չդնես եւ անիրավ վկա չդառնաս։ Չարություն անելու համար ասում եմ բազմությանը չհետևես։ Չխոսես դատաստանի մեջ իրավունք ծռելու համար։ Շատերի հետևից խոտորելու։ Աղքատին աչառություն չանես նրա դատումը։ Եթե քո թշնամի մոլորած եզին կամ էշին հանդիպելու ունես, անպատճառ իրեն դարձնես նրան։ Հետաքրքիր է, չէ՞ Տիրոջ սրբությունը։ Անկամ եթե քո թշնամունն էլ, քո թշնամու վնասն էլ չուզես։ Այսինքն սա մտնում է սիրիր քո ընկերին քո անձի պես պատվիրանի մեջ։ Սուտ խոսքերից հեռու կացև, ասում է անմեղին ու արդարին մի մերցնի, որտեվ ես չարին չեմ արդարացնում։ Երկրորդ Օրինացի 24-17-ում էլ նորից նման պատվիրաններ կան, ասում է օտարականի եւ որբի իրավունքը չծռես եւ որբեվարի հանդերձը գրավ չառնես, որը որ մենք տեսնում ենք այսօր շատ է չարաշահում։ Կարծես մարդիկ անտեր մարդ են ման գալիս, որպիսի խեղճացնեն, թալանեն, նրանց անգամ ձրի աշխատացնեն, ճնշեն, զրկեն, բայց նրանց Տերն Աստված է։ Թույլի Տերը Աստված է։ Եվ մենք առաջին երկու բաժինը նայեցինք եւ հասանք երրորդ բաժնին, որը կոչվում է օրենքին հնազանդվելու հարցը։ Երկրորդ բաժինը հիշում եք Տասնաբանյան եւ օրենքի ուրիշ պատվիրաններ։ Այսինքն կա Տասնաբանյա պատվիրան, որը հիմա կկարդանք, եւ օրենքի ուրիշ պատվիրաններ, այսինքն ուրիշ պատվիրաններ էլ կային, որոնք թե իրավական հարց են լուծում, նաեւ ուրիշ դրանցից բացի մեկ ուրիշ կարգի պատվիրաններ, որոնք ծիսակատարություններ հին ուխտի հետ կապված։ Եվ քանի որ հին ուխտը արդեն ուժի մեջ չի, նոր ուխտը Աստված դրել, նշանակում է հին ուխտի կարգ ու կանոնները, ինչպես Սուրբ գրքում է գրված, ծերացան, շարունակության մեջ ասում է ինչ որ ծերանում է, մեռնում է։ Եվ Աստված ինչ ասում, նոր ուխտ եմ դնում։ Նոր ուխտ, այսինքն արդեն այդ հին ուխտի օրենքները ուժի մեջ չեն։ Նոր ուխտի օրենքներն են ուժի մեջ, նոր ուխտի օրենքների հետ միասին նաև կա իրավական Աստծո օրենքները, որոնք չի փոխվում։ Ինչպես որ գրված Աստծո օրենքը սուրբ է, մնում է հավիտյան։ Եվ կորիզը, որ մենք ասացինք Տասնաբանյան է, օրինակ հիմա ձեզ համար ուզում եմ Տասնաբանյան կարդամ եւ անցնենք առաջ։ Այսինքն մեկնությունների վրա կնայենք, առաջինը սա էր. բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս։ Կարդում եմ Ելիցի 23-ից 17-րդ խոսքերը։ Երկրորդ ասում է քեզ համար կուրծք չշինես ոչ վերը երկնքում կամ ցածր երկրի վրա կամ երկրի տակ ջրերում եղած մեկ բանի նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես եւ նրանց չպաշտես, որովհետեւ քո Տեր Աստված նախանձոտ Աստված եմ ասում է, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդիների վրա, մինչև նրանց 3-րդ ու 4-րդ ազգ, որ ատում են ինձ, եւ կողորմեմ եմ նրանց մինչև 1000 ազգ, որ սիրում են ինձ եւ իմ պատվիրանքները պահում են։ Եվ 3-րդ պատվիրանը սա է, ասում է քո Տեր Աստծո անունը զուր տեղը չհիշես, որովհետեւ Տերը իր անունը զուր տեղը հիշողին անպատիժ չի թողնի։ 4-րդ պատվիրանը սա է, ասում է հիշի հանգստության օրը
նրան սուրբ պահելու համար 6 օր աշխատիր եւ քո բոլոր գործերն արա, բայց 7-րդ օրը քո Տեր Աստծո հանգստության օրն է։ Ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան, ոչ քո աղախինը, ոչ քո անասունը, ոչ էլ քո դրան օտարականը, որտեվ Տերը 6 օրվա մեջ արեց երկինքի, երկիրը, ծովն ու նրանց մեջ եղածները եւ 7-րդ օրը հանգստացավ։ Նրա համար Տերը օրհնեց հանգստության օրը եւ սրբեց նրան։ 5-րդ պատվիրանը սա է. պատվիր քո հորը մորը, որ քո օրերը երկանեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստված քեզ կտա։ 6-րդ պատվիրան. սպանություն մի անիր։ 7-ը շնություն մի անիր։ 8-րդ պատվիրան գողություն մի անիր։ 9-րդ պատվիրան քո դրացու դեմ սուտ վկայություն մի անիր։ 10-րդ պատվիրան մի ցանկացիր քո դրացու տանը կնոջը կամ նրա ծառային կամ աղախնուն կամ նրա եզին ու էշին։ Քո դրացու ոչ մի բանին մի ցանկացիր։ Ուրեմն մենք հերթով կնայենք այս պատվիրանները, սրանց իրավական հարցը կնայենք, մենք տեսնում ենք, որ Տիրոջ պատվիրանները հին կտակարանում կան, չեմ ասում հին ուխտի մեջ, հին կտակարանում կան, որտեղ հին կտակարանը միայն հին ուխտ չի, հիշում եք Աստվածաշունչ թեմայի ժամանակ ասել ենք, որտեղ հին կտակարանում բացի հին ուխտից կան իրավական Աստծո օրենքներ, նաև կան պատմություններ, որոնք հին ուխտի մեջ չեն մտնում, շատ պատմություններ կան, Տիրոջ հենց առաջին Տիրոջ գործերի պատմությունն է, արարչագործությունը, նաև հին կտակարանի մեջ կա նոր կտակարան շատ մարգարեական հատվածներ, որոնք խոսում են Տիրոջ առաջին անգամ երկրորդ գանուստի մասին, որոնք հին ուխտ չեն, այլ Տիրոջ խոստումներ են։ Ուրեմն մենք կնայենք հենց սկզբից օրենքին հնազանդվելու հարցը, Աստծո օրենքը կոչվում է արքայության եւ սիրո օրենք, որտեղ այս օրենքը ասում է արքաների արքայից է եւ նրա մոտ գործում է մինչեւ հավիտյան, որտեղ իրավունք եւ արդարությունը հավիտյան պետք է մնա։ Մատթեոս 22-ի 37-40-ն եմ ուզում ձեզ համար կարդալ, ասում է Հիսուսը ասեց նրան, ինչ-որ մեկի հարցին է պատասխանում, Սուրբ գրքից հիշեցնելով, ասում է Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով եւ քո բոլոր մտքով։ Սա է առաջին եւ մեծ պատվիրանը, եւ երկրորդն է ստանման սիրիր քո ընկերին քո անձի պես։ Այս երկու պատվիրանքներից են կախված բոլոր օրենքը եւ մարգարեները։ Նաեւ Հռոմեացիների 13-ի 8-ից 10-ը ձեզ համար կարդամ, որտեղ գրված է. ոչ ոքի, ոչ շո պարտական չմնաք, բայց իրար սիրելուց, որտեղ ընկերին սիրողը օրենքը կատարել է, որտեղ այն մի շնանար, մի սպանի, մի գողացի եւ սուտ մի վկայիր, մի ցանկացի եւ ուրիշ ինչ պատվիրանել, որ կա, այս խոսքում է բովանդակվում, քո ընկերին սիրի քո անձի պես։ Սերն իր ընկերոջ չար չի անում, ուրեմն օրենքի լռումը սերն է։ Դրա համար ասում է սիրո օրենք է։ Իրոք, Աստծո օրենքը այնպիսի օրենք է, որ մեջը սեր կա իրականության մեջ, թեկուզ փրկություն չի, մենք գիտենք փրկիչը Տերն է, ոչ թե օրենքը, սակայն սիրո օրենք է։ Այնպիսի օրենքներ, կանոններ, պատվիրաններ են տված, որ դիմացինի հանդեպ դա սեր է։ Հակոբոսի 2:8-ում նորից Սուրբ Գիրքը հիշեցնում է, ասում է, արդ եթե թագավորական օրենքը կատարեն գրվածքի համաձայն, թե սիրի քո ընկերին քո անձի պես լավ եք անում։ Այսինքն ի՞նչն էր ապացույցը այստեղ, որ Աստծո օրենքը կոչվում է թագավորական օրենք եւ սիրո օրենք։ Ոչ թե այս արտահայտությունները մեր հնարած արտահայտություններն են, որ մենք սպասի մի լավ բան մտածենք, դնենք, այլ Սուրբ Գիրքն է դա ասում, ինչպես որ լսեցի, սիրո օրենք եւ Հակոբոսի մոտ է գրած արքայության օրենք։ Միքիայի 6:8-ում գրած է. Քեզ հայտնել է ով մարդ, այսինքն ով է հայտնել Աստված։ Քեզ հայտնել է ով մարդ, թե ինչ է բարին, եւ Տերը ինչ է ուզում քեզանց, այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ։ Ուրեմն կարելի ասել, ինչքան էլ որ պատվիրաններ լինեն, շատ լինի, ուզում է 10 չլինի, թող 100 լինի, 100 չլինի, 1000 լինի, բայց օրենքի պահանջը սա է. իրավունք անել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ։ Ելիցի 20-րդ խոսքից, որ առաջին պատվիրանը հնչում է, ասում է, բաց ինձանց ուրիշ աստվածներ չունենաս։ Ասեցինք, որ Մատթեոս 4:10-ում Տերը ինքը կրկնում է, երբ որ
փորձվում էր Տերը, ասում սատանան մոտեցավ Հիսուսին փորձեց եւ խոստումներ տալով իբրև թե աշխարհային ունեցվածք եւ փառք, եթե իմ առջև խոնարհվես, բայց Տեր ասես միայն քո Տեր Աստծուն, չէ, պետք է պաշտես եւ նրան երկրպագես։ Պաշտամունքի փառքը Աստծուն է միայն պատկանում եւ եթե մեկը որևէ ուրիշ բան է երկրպագում, նրան տալիս է Աստծո փառք, Աստվածային փառք եւ սա մեղք է Աստծո առջև։ Դրա համար երկրպագություն տալով որևէ բանի մարդը սա է ասում երկրպագությունով, կարծես թե դու ես իմ Աստվածը, դու ես իմ պաշտելին, եւ սա դառնում է սուտ։ Ինչին որ անվանում են Աստված, դա Աստված չի իրականության մեջ, կամ մեկ Աստված արդեն մենք նայել ենք։ Այո, կա ճշմարիտ Աստված, որից բացի ուրիշը չկա։ Երկրորդ օրինաց 6:14-15-ում գրված է. «Չգնաք ձեր շուրջ եղող ժողովուրդների աստվածների ետևից, որտեղ նախանձոտ Աստվածը քո Տեր Աստվածը, որ քո մեջ է, միգուցե Տեր Աստված ասում է բարկանա քեզ վրա, նրա բարկություն բորբոքի եւ երկրի երեսից քեզ ջնջի»։ Տեսնում եք, այս մեղքի համար Տերը խոսում է, որ կա պատիժ, անգամ ինչ պատիժ, բնաջիջ լինելու պատիժ։ Կարդամ ձեզ համար նաև առաջին Կորինթացիներին ուղղված նամակի 8-րդ գլուխ 5-6 համարներից, որովհետև թեպետ կան, որ աստվածներ են անվանվում թե երկնքում, թե երկրից վրա, ինչպես որ շատ աստվածներ կան եւ շատ տերեր, բայց մեզ համար մեկ Աստված կա, Հայր, որից ամեն բաները եւ մենք նրա համար եւ մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները եւ մենք նրանով։ Թեև կան Աստված կոչվածներ, բայց մենք գիտենք, որ մեկ ճշմարիտ Աստված կա եւ մեզ համար կա մեկ Աստված եւ մեկ Տեր։ Ուրեմն առաջին պատվիրանի իրավունքը սա էր, չէ՞։ Ինչ կար առաջին պատվիրանի մեջ, ում իրավունքն էր պաշտպանվում։ Աստծո։ Երկրպագության, պաշտամունքի կամ այդ կոչումի պատիվը չպետք է լինի ուրիշին է քո կողմից։ Ուրիշ Աստված չկա։ Երկրորդ պատվիրանը ասում է քեզ համար կուրք չշինես, ոչ վերը երկնքում կամ ցածը երկրի վրա կամ երկրի տակ եղած ջրերում որևէ բանի նմանությամբ նրանց երկրպագություն չանես եւ նրանց չպաշտես, որտեւ ես քո Տեր Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդիների վրա մինչև նրանց 3-րդ եւ 4-րդ ազգ, որ ատում են ինձ եւ կողորմեմ նրանց մինչև 1000 ազգ, որ սիրում են ինձ եւ իմ պատվիրանքները պահում են ժողովուրդների մեջ, ազգերի մեջ այսպիսի հասկացություններ կան։ Դե մենք ընդունում ենք, որ կա արարիչ Աստված, մենք նրան չենք ուրանում, զորությունը նրանն է, փառքը նրանն է, այդպիսի արտահայտություններ ունեն ավելի չեմ ուզում նրանց բոլոր խոսքեր ասել, սակայն նրա հետ միասին նաև պաշտում ենք մեր էսի սուրբին, էնի սուրբին, արևին, լուսնին, այսինքն նրանք հասկանում են կա Աստված, այդ կուրքերին Աստծո տեղ չեն դնում, արարիչի տեղ չեն դնում, սակայն երկրպագությունը տալիս են եւ Աստծուն եւ այդ ուրիշ անուններին։ Շատ ժանակ ոմանք ասում են, հա լավ, ինչ անենք, որ ծնողը մեղավոր է, ինչ մեղք ունի, որ ասում է մինչև 3-4 սերունդ, բայց Տերը շատ պարզ ասում է, որ ատում են ինձ, այսինքն ծնողների ազդեցությունը, դաստիարակությունը այնպես է, ես շատ իհարկե փորձ ունեմ, մեծ փորձ ունեմ այդ հարցում, որ նրանց փոքր երեխաներն էլ քեզ հակառակում են, փոքրուց ընտրել են Աստծուն հակառակվել իրենց կուրքերին նվիրվել գնան եւ հենց այդպես էլ դաստիարակվում են եւ գնում են։ Բայց երբ որ սերունդները հասկանան, կատեն այտենց հայրերին, ուրիշները բարի ժառանգություն թողեցին իրենց սերունդներին, ավետարան, հավիտենական կյանքի ճանապարհ թողեցին, միջոց թողեցին, իսկ ոմանք այդ կուրքերն են թողում իրենց սերունդներին, հավիտենական անեծքի դետալներ։ Այսօր մենք գիտենք, չէ, Հայաստանում ինչ խումբ կա, որ ասում են, մենք մեր նախնիների, արմատներին ենք ուզում գնանք, այսինքն նրանք նկատի ունեն մինչ քրիստոնեությունը, իրենց պապերը ինչ հավատք են եղել, այդ արմատներին ենք ուզում գնալ, բայց ես ասում եմ, դրանք արմատ չեն։ Եթե ուզում եք ձեր պապերի արմատներին գնացեք, ոչ թե մինչ Քրիստոս եղած, այսինքն մի քանի տարի առաջվա ժամանակներին գնացեք, գնացեք մինչև վերջ, հասեք Ադամին։ Սա է ձեր արմատը։ Ադամը եղել է Աստվածապաշտ։ Ադամից հետո
ջրեղեղի ժամանակ մնաց Նոյը իր ընտանիքով, այդ ընտանիքը ամբողջությամբ, որից առաջացան բոլոր ազգերը, նրանք եղել են աստվածապաշտ մարդիկ, չեն եղել կռապաշտ։ Եթե ուզում ես պապերից Աստծուն գնաս, գնա Նոյի Աստծուն։ Նա է քո առաջին պապը։ Հռոմեացիների 1:18-ից 25-ը ձեզ համար կարդամ, որտեղ գրված է, ասում է, որտեղ Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունն անիրավությունով են բռնում, որտեղ Աստծո գիտելիքները հայտնի են նրանցում, որ Աստված հայտնեց նրանց, որտեղ նրա աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներով իմացվելով տեսնվում են, որը նրա մշտնջենավոր զորությունը եւ աստվածությունը, այնպես որ անպատասխան կմնան, որովհետեւ Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեց, ասելով թե իմաստուն են, հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդու եւ թռչունների եւ սողունների պատկերի նմանության հետ։ Նրա համար էլ Աստված նրանց մատնեց իրենց սրտերի ցանկության մեջ պղծություն անելու համար, որ խայտառակեն իրենց մարմիններն իրենց անձերումը, որտեղ Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին ու պաշտեցին ստեղծվածներին, քան թե ստեղծողին, որ օրհնյալ է հավիտյան ամեն։ Ում Եփեսացիների 5:5-ում էլ գրված է նորից, որ Աստծո իրավունքն է պաշտպանում, ասում է, որտեղ սա գիտենք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագա, որ կռապաշտ ժառանգություն չունի Քրիստոսի եւ Աստծո արքայության մեջ։ Այսինքն մենք տեսնում ենք այո 10-բանային առաջին երկու պատվիրանը հենց իրավունքի հետ է կապված եւ այն էլ Աստծո իրավունքի հետ։ Երրորդ պատվիրանը սա է. քո Տեր Աստծո անունը զուր տեղը չի հիշես, որտեղ Տեր իր անունը զուր տեղը հիշողին անպատիժ չի թողնի։ Նորից տեսնում եք միայն Աստծո հարցն է շոշափում։ Երրորդ պատվիրանն էլ է Աստծո իրավունքի հարցը։ Զուր տեղ հիշելը տարբեր պարագաներում կարող է ի հայտ գալ։ Ասենք օրինակ մեկը կհարցնի, դա ինչպես է կատարվում իր զգուշության համար, որտեղ է զուր տեղը հիշվում, որ ես զուր տեղը չհիշեմ։ Օրինակ ասենք, զուր տեղը հիշվում է երդման մեջ։ Ձեզ համոզում կարդալ Ղևտացիներին ուղված 19-րդ գլխի 12-ը։ Ասում է, եւ իմ անունով զուր տեղը երդում մի անեք, որ ձեր Աստծո անունը չփխցեք։ Ես եմ Տերը։ Սուտ երդում գիտեք ոնց պարտադիր չի։ Գիտես ինչ դու գիտես սուտ ես խոսում ու սուտ երդվում ես։ Սա արդեն հայտնի է։ Սակայն սուտ երդումը նաև սրա մեջ է։ Ես քեզ մի բան եմ խոսք տվել կամ քեզանց մի բան եմ վերցրել, երդվել եմ Տիրոջ անունով, որ հետ եմ բերելու եւ հետ չեմ բերում։ Թեկուզ այդ ժամանակ սրտանց երդվել եմ, որ խապելու նպատակով չեմ երդվել, սուտ չեմ երդվել, բայց եթե արդեն քո երդումի մեջ եղած խոսքը չես կատարում, արդեն դառնում է, որ դու սուտ երդում ես արել։ Եվ ինչ ասում, այդ դեպքում ինչ ես անում, քո մոտ քո Աստծո անունը դու պղծում ես։ Հայր մերի մեջ ասում է, չէ, քո անունը սուրբ լինի։ Մարդկա իր մոտ Աստծո անունը սուրբ չի։ Զուր տեղն է հիշում, սուտ երդումների մեջ օգտագործում եւ այլ եւ այլ։ Աստծո անունով սուտ երդում չանել։ Ոչ դիտմամբ, ոչ էլ պատահական, այսինքն երդվեցիր եւ չկատարեցիր։ Սակայն նոր կտակարանում Տեր Հիսուսը ասում է բնավ ոչ մի բանով մի երդվեք։ Այդ ժամանակվա ժողովուրդը Իսրայելի ժողովուրդը մնացել Երուսաղեմում երևում է այդ պատմությունից, որ նրանք ուրիշ բաներով էին երդվում։ Սեղանով, տաճարով, երկնքով, երկրով, տարբեր բաներով էին երդվում։ Այս բանը անելով կարևորը Աստծով չերթվենք։ Իբրև թե Աստծո առջև մեղադրել լինենք։ Ասում է, եթե սեղանով երթվես, իրանց մեջ ուսմուն կար, չէ, ոչինչ, զոհովը չերթվես։ Բայց Տեր ասում է, չէ որ սեղանն է սրբում զոհը։ Աստծո զոհասեղանով, Աստծո տաճարով, Աստծո երկրով, Աստծո երկնքով երթվող Աստծով է երթվում։ Աստծո աթոռով, Աստծո ոտերի պատվանդանով։ Մարդիկ ձև էին գտել, իբրև թե Աստծո անունը սուրբ պահելու համար Աստծո անունով երթում չանենք։ Սակայն մյուս երթումներն են նորից մեղք էր համարում։ Իսկ Տերը ասաց, բնավ ոչ մի բանով չի երթվեք, նաև Աստծո անունով մի երթվեք։ Հին կտակարանում հին ուխտի մեջ թույլ տրված էր Աստծով երթվել, որպես ճշմարիտ երթում։ Սակայն Տերը արգելեց ոչ թե որովհետև որ մեղք է, այլ
փորձության Սուրբ Գիրքը ասում է փորձության մեջ չգնելու համար, որովհետև հնարավոր է դու շատ բան երթվես Աստծով, համոզված լինելով, որ այս բանը կտաս, մեկ էլ կյանք է, այնպես դասավորված, որ այդ բանը չկարողացար անես, դու դառնում ես պարտական։ Կամ էլ Աստծո անունը զուր հիշում է սխալ վարդապետությունների եւ մարգարեությունների մեջ։ Օրինակ, սխալ մարգարեությունից գանք մի բան, որ Տերը չի ասել, մարդ ասում է Աստված այսպես է ասում։ Սա ստություն է։ Մի ժամանակ մինչև հիմա որոշ խումբեր կան, մինչ անգամ այդ սովորությունը ունեն։ Ինչ մտքներով անցնում է, ասում է Սուրբ Հոգին ինձ ասեց։ Սուրբ Հոգին ինձ ասեց։ Անկամ բաներ կան, որ հակառակ են Սուրբ Գրքին, բայց նրանք Սուրբ Հոգու անունով են խոսում։ Պատկերացրեք, հիմա մեկը գնա, այստեղից գնա, ձեզանից մեկը։ Ինչ որ մարդու հանդիպի իմ անունից, ինչ որ բան ասի, որ ես չեմ ասել։ Հետո ես լսեմ, չեմ ասի, ինչ ես իմ անունից ստել։ Ինչ ես իմ անունը տվել եւ սուտ խոսել, իբր թե ես եմ դա ասել։ Նմանապես սուտ մարգարեությունը սա է, որ իբրև Աստված է խոսել, բայց դա արդեն Աստծո զուտ է հիշել է։ Նմանապես վարդապետության մեջ Մարկոսի 7:6-ից 9-ում ասում է դուք ձեզանից հնարած ուսուցումները մարդկանց տալիս եք որպես թե Աստծո վարդապետություններ, Աստծո օրենքներ, բայց սուտ է, ես չեմ ասել։ Մարդկանցից հնարած բաներ են, Աստված չի խոսել։ Ոմանք հիմա վեր են կացել եւ օրինակ ասում են ոսկին մեղք է։ Առանց մտածելու այս պատվիրանը դրել են ոսկի մի կրիր, ոսկի մի վերցու ձեռքը մեղք է։ Նրանք չեն էլ իմանում մեղքն ինչ է։ Մենք ասացինք, չէ, մեղք անիրավ քայլ է, ոչ թե մատերիալներ։ Ոսկիով կարող է մեղանչել, կարող է եւ երկաթով մեղանչել, կարող է եւ փայտով մեղանչել։ Մեղանչել, այսինքն այդ գործը անելն է մեղք, ոչ թե ինչ-որ դետալ։ Ասում ես լավ, թեւս հին ուխտում Տերը պատվիրել էր սրբության սրբոցը տապանակ եւ այլն ոսկով զարդարվի։ Քո ասելով, այսինքն Աստված ասել էր մեղքով զարդարել իր տապանակը։ Նրանք անգամ Աստծուն հակառակ են խոսում, չհասկանալով որ Աստծուն անպատվում են։ Ինչը որ Պողոս Առաքյալը մի տեղ Պետրոս ասել է, որ ձեր զարդարանքը չլինի ոսկեղենով, թանկագի շորերով եւ այլ, այսինքն նրանք չեն ասել մեղք է, բայց ասում են, որ գեղեցկությունը դրա մեջ չի, համեստության մեջ է։ Եթե մարդը համեստ չի, ինչ կամ ուզում է գեղեցիկ հագնվի, միևնույն է պատիվ չունի։ Կամ ուզում է ոսկու շարաներ կրի, միևնույն է դա չի գեղեցկությունը։ Դրանով մի աշխատեք ձեզ գեղեցիկ ցույց տալ, Առաքյալն է այն ասում։ Այլ նորմալ մարդեր եք, համեստ, ծանր, ծանրաբարո, Երեմիայի 23-ի 16-17 ձեզ համար կարդամ, որ Տերը հենց ինքը հանդիմանում է նմաններին, այսպես է ասում է Զորաց Տերը 16 խոսքից մի լսեք ձեզ համար մարգարեացող մարգարեների խոսքերին, նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց սրտի տեսիքն են խոսում, ոչ թե Տիրոջ բերանից լսածը։ Նրանք ասում են ինձ անարգողներին, Տերը խոսեց, խաղաղություն է լինելու ձեզ համար, եւ ամեն իրենց սրտի կամակերպության վարվողներին ասում են, ձեր վրա չարիք չի գա։ Այսինքն այն մարդկանց, որոնց Տերը որոշել է պատժի, նրանք խաղաղություն են խոսում, այսինքն Տիրոջ խոսքը չի նրանց բերանում։ Եվ Տերը ասում է, որ այդ արածը հանցանք է եւ մեկ հատված էլ կարդամ 2 Պետրոսի 2:1-ից 3-ը ասում է եւ սուտ մարգարեներ կան ժողովրդի մեջ ինչպես ձեր մեջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն որ ներս կմցնեն կորստաբեր երծվածություններ եւ ուրանալով այն Տիրոջը որ իրենց գնեց իրենց վրա շուտահաստ կորուստ վերելով եւ շատ մարդիկ հետեւեն նրանց կորստյան ճանապարհին որոնց պատճառով ճշմարտության ասում է ճանապարհը կհայհոյվի Ուրեմն մենք նայեցինք Տասնաբանյայի 3-րդ պատվիրանը, որ ասում է զուր տեղը քո Տեր Աստծո անունը չհիշես, զուր տեղը հիշողին Տերը անպատիժ չի թողնի, բայց մենք նաև նայեցինք որ դեպքերում է որ համարում է զուր տեղը հիշել, օրինակ սուտ երթման մեջ, կամ դիտմամբ, կամ թեկուզ երթվել ես ոչ դիտմամբ, բայց չես կարող կատարել, այդտեղ էլ է զուր տեղը հիշել, անարգվում է Նաև սխալ վարդապետության եւ մարգարեության մեջ է զուր տեղը հիշում եւ երրորդը Տիրոջ անունը զուր տեղը հիշում է ծաղրի եւ խեղկատակության մեջ կամ հիմա ասենք օրինակ Տերն է խոսել չէ որ մեզանից ոչ չենք հորինել դժոխքի գաղափարը դրախտի գաղափարը դատաստանի վերջին մենք տեսնում ենք շատերը անեկդոտներ են հորինել դրախտի հետ կապված կամ դժոխքի հետ կապված կամ Տիրոջ դատաստանների Տիրոջ խոսքերի Սա նշանակում է, որ նրանք զուր տեղն են հիշում Տիրոջ անունի։
Շատ ժամանակ Տիրոջ ճշտամիները այս դիտմամբ են անում, որպեսզի մարդկանց աչքից Տիրոջ խոսքը ցածրանա, բայց մենք պետք է զգուշ լինենք, որ այդ նպատակով սարքած խոսքերի պատճառով մենք չթուլանանք, այսինքն նրանց նպատակը չկատարվի մեզ համար, մեզ վրա, այլ թող իրենք իրենց պատասխանը տան։ Նաև Գաղատացիների 6:8-ում գրված է, ասում է՝ մի խաբվեք, Աստված չի ծաղրվում, որտեղ ինչ որ մարդը սերմի, այն էլ կհնձի, իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կհնձի եւ հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Թեկուզ ծաղրում են Աստծուն նման ձևերով, անեկդոտներով կամ տարբեր պատմություններով, սակայն ասում է Աստված չի ծաղրում, ով ինչ անում է իր համար անում, իր համար է սերմում բարկություն եւ դա էլ կհնձի ժամանակին։ Եվ Հուդայի 18-րդ խոսքում ասում է վերջին օրերում ծաղրողներ դուրս կգան, անգամ կծաղրեն, կասեն ուր է Տիրոջ գալստյան խոստումը։ Նաև մեկ ուրիշ կերպով հնարավոր է Տիրոջ անունը զուր տեղը հիշվի, 4-րդը եւ արդեն մնացած ձևերի մասին չենք խոսի, 4-րդ միջոցը, որի մեջ Տիրոջ անունը զուր տեղն է հիշվում, ասում է Տիրոջ մասին խոսել, ասենք կամ ավետարանի վկայություն անել, խոսել, քարոզել առանց Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու։ Եթե մարդը չի հնազանդում Տիրոջ պատվիրանին, չի սիրում Տիրոջ պատվիրանը, խոսում է, էլի դուրս է գալիս սուտ։ Նրան ճանաչող կասի, դե եթե ճիշտ է, դու ինչու չես պահում։ Նրանից լսողը ոչ թե կապաշխարի, այլ կանարգի Տիրոջ խոսքը։ Նրա պատճառով Տիրոջ խոսքը անարգվում է, այսինքն զուր է նա հիշում Տիրոջ մասին խոսքը, Տիրոջ անունը զուր է տալիս, Տիրոջ պատմությունը զուր է պատմում։ Սաղմոս 50-ի մեջ ամբաշտն ասում է, ինչու ես քո բերանի վրա առնում իմ խոսքը։ Դու որ չես հնազանդվում ինձ, ինչու ես քո բերանի վրա, շրթունքների վրա առնում իմ խոսքը։ 50-ի 16-ից 22-ում է ասում։ Առակաց 39-ում գրված է, այդ մարդը աղոթք է անում իհարկե, ասում է չլինի որ կշտանամ, քեզ զուրանամ եւ ասեմ ով է Տերը, եւ չլինի որ չքավորանամ եւ գողանամ եւ զուր տեղը հիշեմ Տեր Աստծո անունը։ Այսինքն Տեր Աստծո անունը հիշեմ, ի զուր տեղը։ Տես ինչ ասում, գողանամ ու զուր տեղը հիշեմ։ Ես գողությունով եմ զբաղվում, վատ բաներով եմ զբաղվում, մեկ էլ ուրիշներին Տեր եմ ասում։ Այսինքն Տիրոջ մասին եմ պատմում, ավետարան եմ պատմում։ Բայց այս մարդը հասկացել, չլինի թե ես վատ կյանքով ապրեմ, զուր տեղն էլ Աստծո անունը վերցեմ շրթունքներից վրա։ Ուրեմն մենք պետք է զգուշ լինենք, որ Տիրոջ անունը զուր տեղը չհիշենք։ Սա երրորդ պատվիրանն էր։ Ուրեմն 3 պատվիրանի մեջ մենք տեսանք, երբ որ մարդը 3 պատվիրանները խախտի, խախտվում է Աստծո իրավունքը, ճիշտ է։ Հիմա անցնենք 4 պատվիրանի։ Իհարկե նախորդ ասեմ եւ կարդանք ուշադրություն դարձնենք։ 4-րդ պատվիրանը շղթայված պատվիրանն է, որի մեջ կա Աստծո իրավունք եւ մարդու։ Տեսեք, Աստծո իրավունք 3, 4-րդը կապ է Աստծո եւ մարդկանց իրավունքների մեջ, այսինքն օրենքը կապում է իրար։ Իսկ մնացած 5-ից 10-ն էլ միայն մարդու հետ կապված իրավունքներ են։ Դրա համար պատահական չէ, որ ուխտի տախտակները 2 մասից էին, չէ, 2 տախտակ էին։ Ուրեմն 4-րդը կարդացի նորից եմ կարդում, հիշիր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար։ 6 օր աշխատի եւ բոլոր գործերդ արա, բայց 7-րդ օրը քո Տեր Աստծո հանգստության օրն է։ Ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան, ոչ քո աղախինը, ոչ քո անասունը, ոչ էլ քո դռան օտարականը, որտեվ Տերը 6 օրվա մեջ արարեց երկինքը, երկիրը, ծովն ու նրանց մեջ եղածները եւ 7-րդ օրը հանգստացավ։ Նրա համար Տերը օրհնեց հանգստության օրը եւ սրբեց նրան։ Հետաքրքիր նաեւ մի վկայություն չէ, շատերը մտածում են գուցե երկնքում շատ բան, շատ վաղուց կային։ Օրինակ հրեշտակների մասին երբ որ խոսվում է, շատերը գիտեն գուցե հրեշտակները մարդուց մի քանի հազար տարի մեծ են։ Գուցե նրանք շուտ են արարվել, բայց այստեղ պարզ ասում է 6 օրվա մեջ Աստված երկինք, երկիր, ծով եւ ամեն ինչ արարեց եւ սրբեց 7-րդ օրը հանգստացավ։ Իհարկե մարդը ժամանակի մեջ ամենափոքրն էր ստեղծագործության մեջ, բայց պատվի մեջ ամենամեծն էր։ Չէ՞, որտեղ միայն մարդն էր, որ Աստծո պատկերով եւ նմանությամբ պես ստեղծվեց։ Սակայն ուշադրություն դարձրեք,
Տերը ասում է, ինչ արվի 6 օր աշխատեն, 7-րդ օրը հանգստանան։ Քո տիրոջ օրն է, որ դու պետք է տիրոջը պատվես այդ օրը։ Բայց ոչ թե միայն տիրոջ օրն է, նաև ասում է հանգստանաս դու էլ, քո կինն էլ, երեխան էլ, ծառան էլ, անգամ անասունն էլ, էշը, եզը չաշխացնես, անգամ դռան օտարական է, ասենք վարձով բռնած մարդիկ, որ գալիս են քո տունը աշխատում են։ Ինչ է նշանակում։ Հնարավոր է մեկ ասի դե տիրոջ օրն է, ես հանգստանում եմ, բայց ծառաներին ասի աշխատեք։ Բայց Տերը բոլորի իրավունքն է պահում։ Բայց ինչի համար էր այս հատվածը։ Օրինակ Ելիցի 23:12-ը կարդում եմ ձեզ համար, գրված ասում է 6 օր քո գործեր արա եւ 7-րդ օրը հանգստացին, որ քո եզն ու քո էշն էլ հանգստանան եւ քո աղախինի որդին եւ օտարականն էլ շունչ առնե։ Այսօր մենք պետք է ճիշտ հասկանանք։ Ճիշտ հասկանանք, օրինակ Տեր Հիսուս Քրիստոսի երկրի վրա եղած ժամանակում, ասում շատերը շատ ուժեղ կպած էին այդ օրվան, վայն մարդուն, որ այդ օրը խախտեր, անգամ բարիք անողին էլ էին կպնում։ Եվ Տերը հարցնում է, բարիք անելը շաբաթ օրով կարելի է, թե չի կարելի։ Բայց Տերը ինչ էր ասում, իմ հայրը շաբաթ օրով գործում է, ես էլ եմ գործում։ Հետաքրքիր է, ոնց թե գործում է, արգելված է գործել։ Ասում է Տերը հանգստացավ, բայց ինչպես է որ Տերը աշխատում է։ Այսինքն Տերը չի հոգնում որ հանգստանա։ Խոսքը սրա մասին է, Տերը նախ մարդու համար է դա որոշել, սա կնայենք միտքը հիմնական։ Սակայն շաբաթ օրով Հայր Աստված ինչ գործ էր անում, որ Հիսուս Տերը ասում է, իմ հայրը գործում է, աշխատում է, ես էլ եմ աշխատում։ Նոր աշխատանք սա էր, նա մարդկանց հանգիստ էր պատճառում, հանգիստ էր որոշել, դա նրա աշխատանքի արդյունքն էր, նա այդ օրը մարդկանց հանգիստ էր տալիս և Հիսուսը ես էլ ուրիշ բան չեմ անում, իմ հորս նման հանգիստ տվեց ես մարդուն և Տեր ասում էր, մարդը չի է ստեղծել շաբաթի համար, շաբաթն է որոշվել մարդու համար, այսինքն շաբաթը պետք է ծառայի մարդուն, որ մարդը հանգստանա, ոչ թե սրանք շրջել էին պատվիրանը, իբրև թե Աստծուն էին պատվում, բայց սրանք շաբաթի ծառա էին դարձել, ոչ թե շաբաթը մարդու ծառա, շաբաթին էին ծառայում, ոչ թե շաբաթն է ծառայում մարդուն, և իրենց թվում էր, թե Աստծուն են ծառայում, բայց Աստծուն չէին ծառայում, նրանց շաբաթ պահելը Աստծո համար չէր, որովհետև դիրքը փոխվել էր, պատկերացրեք, Տերը ասում է շաբաթ օրով սեղան գցեք, հաց կերեք, դու պետք է աթոռին նստես, սեղան առաջ հաց ուտես, մենք է շրջել ենք, աթոռ դնում ենք մեջքներից հաց ենք ուտում, դա դառնա պատվիրան կատարել, հիմա փոխանակ շաբաթը նրանց տակը նստեր, որ նրանք հանգստանային, իրանք շաբաթը դրել էին իրենց ուսերին, և կարծում էին, թե Աստծուն են պատվում, բայց դա արդեն պատվիրանի խախտում էր։ Ուրեմն Մարկոսի 2:27-28-ում գրված է, այո, շաբաթը մարդու համար տրվեց, Աստված ստեղծեց, որպեսզի մարդը հանգստանա, և ոչ թե միայն հանգստանա, նաև որ ասում է քո տիրոջ օրն է, այսինքն այդ օրը դու պետք է տիրոջը երկրպագության, պաշտամունքի ծառայություն մատուցես։ Բայց Տերը աշխատանք էր հանձնել իրանք այդ օրերը աշխատանքի մեջ լինելով չէին կարող նորմալ պաշտամունք կամ ծառայություն մատուցել Աստծուն։ Դրա համար Աստված մեկ օր որոշել էր, դրա համար ենք ասում, սա Աստծո իրավունքի օրն էր, որ Աստված այդ օրը պետք է պատիվ ստանա։ Իհարկե դարերի մեջ մարդիկ փոխեցին տիրոջ օր, դարձրեցին մեկ շաբթին, կիրակի, կամ շատ լեզուներում ասում է հարության օր, որ օրը որ Տերը հարություն առավ, այդ օրը որոշեցին հանգստի օր, և շատ երկրներում կիրակի են հանգստանում, բայց շատերը տառի վրա են խաղում, չէ, պետք է լինի շաբաթ, որ օրվա անունը շաբաթ է այդ օրը, բայց հարցը թե անունի հարցը չի, գործի հարցն է, Տերը չի ասում, օրինակ, դուք շաբաթ օրը պետք է հանգստանաք, որովհետև այդ օրվա անունը շաբաթ է, այդպես չի ասում, պատճառը Տերը ասում է ինչ է, հանգստի օր է, հանգստանալու օր է, բեռից ազատվելու օր է, հիմա տարբերություն չկա, շաբաթվա որ օրվա մեջ, որից կսկսես աշխատանքը, որը կդառնա հանգստի օրը, կարևոր չի, անունի հարցը չի կարևորը, այլ կարևորը այդ ակտերը կատարվելն է, որ այդ ակտը պետք է կատարվի, սակայն այս օրերում այդպես չի, որ ասենք բոլորը լինի մեր ուզածի պես,
Բնական է, եթե Տերը օր չորոշեր հանգստի համար մեկ օր, մարդիկ ասեն մեկը ես 2 շաբթ եմ հանգստանում, մյուսը կասի ես էլ 3 շաբթ եմ հանգստանում, մյուսը 4 շաբթի, եւ երբեք միաբանության չէին գա, որ գործ առաջ գնա, բայց միասին աշխատել, միասին հանգստանալ, այսինքն միաբանության նպատակով էր այս օրը։ Հիմա պետություն կա, այդ հանգիստը դրել է օրինակ Կիրակի օրը։ Կարևորը մարդը ունենում է հանգիստ։ Այսօր շատ մարդիկ կան ագահությունից չեն հանգստանում, նաև ոչ թե միայն շաբաթ օրը չեն հանգստանում, գիշերն էլ չեն հանգստանում։ Մեկը եկավ խիստ կանգնած էր շաբաթ արտահայտության վրա, որ կոչվում է շաբաթապահ, 7-րդ օրվա եկեղեցի։ Բայց ասում եմ, ինչու եք ձեր անունը դրե շաբաթապահ եկեղեցի կամ 7-րդ օրվա հանգստի եկեղեցի, որովհետև 10 պատվիրանների մեջ գրած է։ Ասում եմ, որ պատվիրան, ասում եմ 4-րդ, ասում օրինակ 3-րդը վերցեք էլի, կամ 2-րդ, ասեք կուրկ չպաշտողների եկեղեցի, դες դնեք էլի, ինչ տարբերություն է 2-րդ պատվիրանը ինչով է փոքր 4-ից, կամ էլ գրեք չշնացողների եկեղեցի։ Օրինակ այդ պատվիրանի անունով ձեր եկեղեցին կոչեք էլի, չշնացողների եկեղեցի, ասում եմ, ինչ ես անպատվում, ասում եմ, բայց ինչ եմ անպատվում, քո նույն ասած տասնաբանյայի մեջ չգրած այդ, ինչու որ գրած է շաբաթը հանգստացիր անպատվություն չի, բայց մի շնացիր անպատվություն, հա։ Պատվիրաններից մեկը վերցել ես, քո անունը էդ ես դրե։ Տեսնում եք, որ տառի վրա են խաղում։ Կամ էլ դնեք, ասեք, ծնողներին, տեսա որ չշնացողները ասում են նեղանում են, ասում լավ գրեք, ձեր անունը դրեք ծնողներին պատվող եկեղեցի։ Հորն ու մորը պատվող եկեղեցի։ Տասնաբանայի պատվիրան չի։ Ասենք դարձել կռապաշտ։ Արդեն ես կուրքը ոչ թե ֆիզիկական մի դետալ է, այլ օր է։ Այդ օրվա պաշտողն է նա։ Համենայն դեպս նորից հիշեցնում եմ, որ Տերը տառի վրա չի դնում նպատակը, այլ գործի վրա է դնում։ Դրա համար ասում է շաբաթ օրը ոչ թե պետք է պահեք, որովհետև անունը գրվում է շաբաթ, այլ մեկ օր է պետք, որ օրը կաշխատես, որից կսկսես քո աշխատանքը 6 օրը, մեկ օր պետք է դու հանգստանաս 7-ից 1-ը։ Անկամ հողը Տերը ասում է հողի համար է շաբաթ, 6 տարի ցանես 7-րդ տարին թողես հանգստանա, որ բերք տա էլի քեզ, բայց հիմա մարդիկ ինչ 7-րդ տարի, արդեն խեղճ հողը բերք էլ չի տալիս, այնքան պարարտանյութ են լցնում, թույն են հնձում։ Ուրեմն Տիրոջ նպատակը հանգստի հարցն էր։ Մեկն էլ իրենց աշխատանքի մեջ է, որ օրինակ եմ ասում, իրենց գործի հանգիստը 5 շաբթի օրն է։ Այմար թող լինի 5 շաբթի, կարևորը Տիրոջ պատվերն նա կատարում է, սակայն պետք է աշխատի նաև Տիրոջ պաշտամունքի ժամն ու ասած երկրպագության պահը բավարարի, որ Տիրոջ իրավունքն էլ չխախտի։ Տերը ձեզ օրհնի, սակայն Պողոսը սրա մասին ասում է, մեկը օրը օրից ավել է դասում, մեկն ամեն օր մեկ է համարում։ Մեկը մեկ օր է նվիրում Տիրոջ, որ այդ օրը Տիրոջ երկրպագում, մեկն ամեն օր է ծառայում Տիրոջը։ Ասում դու պետք է նայես, Տերը քեզ ինչ հնարավորություն ա տվել, դրա մեջ պետք է ծառայես Տիրոջը։ Պողոսի ասած սա է, մեկը շաբաթն է բոլոր օրերից վեր դասում, մյուսն էլ Տիրոջը ճանաչելով հասկանում է Տիրոջ միտքը, բոլոր օրերը իր համար մեկ են։ 5-րդ պատվիրանը սա է, որ ասում պատվիր քո հորը մորը, որ քո օրերը երկար լինեն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը քեզ կտա։ Եփեսացի 6:1-2 նորից հիշեցնում այս պատվերը, ասենք ինչու են հիշեցնում նոր կտականից, որ այս տասնաբանայի բոլոր պատվիրանները նոր կտականում հիշեցվում են։ Անկախ ծնողների վերաբերմունքից եւ ծառայությունից զավակները պարտական են ծնողներին պատվեն։ Պատվելը շատերը հասկանում են, որ հարգանքով վարվելն է, իբր խոնարհություն, բայց պատվելը նշանակում է նրա կարիքը տալն է։ Ինչ որ բան նրան տալն է, Տիրոջ խոսքի մեջ ասում է, չէ՞, Տերը որ հանդիմանում է փարիսեցիներին, ասում է, Տերը ասում է պատվիր քո հորը մորը, բայց դուք ասում եք այն որ քեզ պետք է տա, Աստծուն ընծայ եմ տալիս։ Չէ՞։ Այսինքն նշանակում է Տիրոջ ասած պատվելը մի բան տալն է, որ փարիսեցիները զրկում են ծնողին այդ ապրանքից։ Ասում են այն որ ծնողին պետք է տա, դու իբր թե Տիրոջը տաճար բեր, որ իրենք ուտեն։ Եվ ծնողին կարող ասես այն որ ես քեզ պետք է տա, Տիրոջը կորբան եմ տվել։ Եվ այսպես քեզ ազատում ես պարտականությունից, ասես չի Տերն ասե պատվիր քո հորը մորը, փարիսեցուն ինչ ես լսում։
Սա ծնողի իրավունքն է, որ դու խախտում ես։ Տեսնում եք 5-րդ պատվիրանը արդեն մարդու իրավունք խախտելն է, ծնողի կոնկրետ այստեղում։ 6-րդ պատվիրանը ասում է սպանություն մի անիր։ Օրինակ հայտնության 21-ում ասում է մարդասպանները չեն մտնի Աստծո արքայություն։ Բախտի բերումով ինչ-որ ղեկավարության աթոռին են նստել։ Իրանց ղեկավարության բոլոր միջոցները չարաշահում են ժողովրդին ճնշելու, ժողովրդին թալանելու, ավելորդ օրենքներ գրելու, տուգանելու, ինքան են անում, որ չեն ասում են որտեղից է ժողովուրդը բերի, ամբողջ ժողովրդի կյանքը սարքում են հառաչանք, տանջանք, սա էլ սպանության մի ձև է։ Զրկում ես, դու այդ մարդու կյանքը ավիրում ես կամ կյանքը դառնացնում ես, չես թողնում ինքը այդ մի քանի օրվա ժամանակը, որ Աստված տվել է, որ ապրի իր համար, հանգիստ ապրի գոնե։ Դառնացած են, փոխել են դառնության կյանքը։ Ուզում է երեխայի ձեռով լինի, ուզում է լինի։ Այդ մարդը արդեն մարդու իրավունք է խախտում։ Դրա համար ամեն անիրավություն մեղք է։ Մեղքի վարձքն էլ մահն է։ Բայց մի քիչ իրականություն կա, որ 5 տականյան ժամանակներում, օրինակ Դավիթին կամ Սավուղին կամ որևէ Աստծո ծառայի Աստված ասել է կամ Մովսեսի ժամանակով, չէ, Հեսուին գնացեք ամաղեկացներին կամ եսիմի ինչերին սրի բերանով անցկացեք, սպանեք։ Եվ այդ մարդիկ արել են։ Այսինքն այդ մարդիկ իրենց ցանկությամբ չեն արել։ Դա Աստծո որոշումն է, մեղքի պատիժը, որ այդ ազգերին տալիս է։ Եվ նրանք ընդամենը հնազանդվել են Աստծո կամքին։ Ուրեմն այստեղ մարդկանց արածը, թեկուզ մարդիկ ժամանակին Աստծո հրամանով սպանեն, այդ մեղքը նրանց վրա չի համարում, որտեղ նրանք հրաման են կատարել։ Աստծո հրաման են կատարել։ Աստված էլ գիտի ինչ իրավունքով է այդ պատիժը տալիս այդ ազգերին։ Անկամ Աստծո խոսքը ասում է ոչ թե միայն ֆիզիկապես սպանելն է մեղք, այլ նաև ասում է մտքով ատեցիր, չէ՞։ Շնության համար օրինակ ասում, եթե մտքով ցանկացած շնացը, նմանապես սպանությունն է։ Եթե եղբորդ ատեցիր, առաջին Հովհաննես 3:15 ասում է, դու մարդասպան ես։ Այսինքն Տերը արմատից է ցույց տալիս մեղքը։ Մեղքի, ասած ասած, ակնաղբյուրը։ Թեկուզ որ չսպանեն, արդեն իր սրտով մարդասպան է մարդը։ Դրա համար ասում է, որ Սուրբ Գիրքը ոչ թե միայն նրանց է մարդասպան համարում, ովքեր ֆիզիկապես թույլ կամ զենք առասպանում, այլ նաև ատելով։ 7-րդ պատվիրան ասում է շնություն մի անիր։ Եբրայեցի 13:14-ը պնդում է նորից 21:8 հայտության Մատթեոս 5:27-28 ասում է եթե ցանկացար շնացար, այսինքն շնությունը նորից թե վերաբերում է ակտին, գործունեության, թե ցանկության։ Եթե մարդը հնարավոր է միտք անցնի, բայց մարդը մտքի հետ չհոժարվի, դա չի համարվում շնություն, բայց եթե արդեն հոժարվի, ցանկանա, Տերը դա համարում է արդեն շնություն։ Ուրեմն նորից ինչ է խախտվում, մի սպանի, մի շնանա, նորից մարդկանց իրավունք է խախտվում եւ ամեն անիրավություն մեղք է, մեղքի վարձն ասում են մահ է։ 8-րդը գողություն մի անիր, շատ պարզ է, սա նոր կտականը օրինակ ասենք առաջին Կորինթացի 6:9-11-ում է շեշտում այդ մասին, շատ տեղերում, շատ տեղերում Մատթեոսի մեջ թե Մարկոսի որտեղ ասում է այս պատվիրանները գիտես մի շնացի, մի գողացի, մի սպանի եւ այլ։ Այսինքն նոր կտականում կրկնվում է որպես կենթանի օրենք։ Եվ սա է նշանակում իրավունքը։ Այն որ ուրիշինա դու իրավունք չունես, անիրավաբար վերցը։ Եթե ուզում ես գնել ուրիշ բան, եթե նա վաճառում է գնիր, բայց եթե ուզում ես վերցնես, դա արդեն խախտում է։ Չնայած այս օրերում մարդիկ արդեն ոչ թե գողանում են, այլ ավազակություն են անում արդեն։ Եվ մի հաղորդում կար, ասում է առաջվա ավազակները անխելք էին։ Ավազակն ու գողը իրարից ինչով են տարբերում, որ գողը գաղտնի է տանում, ավազակը հայտնապես է խլում։ Ասում է առաջվա ավազակները հարձակվում են մարդկանց վրա, գրպանից տանում են, գուցե սպանեն ու փախնեն, վերջ։ Նրանք ընդամենը մեկ անգամ են մտնում այդ մարդու գրպանը, բայց ասում է հիմիկվա ավազակները ավելի իմաստուն են, զենքը դրել են գրիշն են վերցնել, ու ամբողջ կյանքը ուրիշի գրպանի մեջ են։ Այսինքն էլի իրավունքի խախտում են անում եւ Տերը դա կհամարի նրանց համար որպես գողություն եւ հափշտակություն։ Թեկուզ սխալ օրենքներով են մարդուն թալանում։
Բայց Տիրոջ առաջ սա անիրավությունը մեղք է, մեղքի վարձն էլ մահն է։ 9-րդ պատվիրանը ասում է քո դրացու դեմ սուտ վկայություն մի անիր։ Իհարկե սուտ արդեն բարձ ասում է ամեն ստախոսի տեղը կրակի լիճն է։ Հայտնության 21:8-ից ասում է։ Սուտ արդեն մեկն էլ պետք չէ ստով աշխարհը քանդվեց։ Սատանայի ստով մեղքը մտավ աշխարհ, մեղքով էլ մահը։ Էլ բացատրության կարիք չկա, սուտը տեղով մեղք է։ 10-րդ պատվիրանը ասում է մի ցանկացի քո տրածու տանն կնոջը կամ նրա ծառային կամ աղախնուն կամ նրա եզին, հետո ասում է ոչ մի բանի մի ցանկացիր։ Ղուկասի 12:15-ում այդ մասին նորից խոսում է Տերը ասեց զգուշ կացեք ագահությունից, որ մարդու ստացվածքի առավելությունից չի նրա կյանքը։ Ցանկանում է, այո, ցանկությունը դառնում է ագահությունը կռապաշտություն եւ այլ։ Ցանկության պատճառով մարդասպանություն էլ կգա եւ ամեն այդ ասած կեղտոտ բաները սրտից կբխեն եւ կդառնան գործ։ Խոսքը սա է իրավունքի խախտումը։ Այն որ քեզ չի պատկանում դու իրավունք չունես ունենալու։ Թեկուզ ցանկությամբ Թեև այս վերջը սուտ ուսմունքների մեջ ցանկությունը կեղտոտ արդարացնել է, մարդիկ պտտվում են ուրիշի տանկողն ու մեքենայի շուրջ ասում դավանում եմ սա իմն է։ Եվ անգամ քարոզիչները սուտ ուսմունքը բեմերից քարոզում էին, իհարկե սա մեղք է, հենց ինքը չար ցանկություն է սերմում լսողների մեջ, եւ այդ մեղքը մեղքի վարձն էլ մահ է։ Ուրեմն հարց. օրենքին պետք է հնազանդվել, թե ոչ։ Օրենքի այն պատվիրանները, որոնք իրավունքի հարց են լուծում, իրավունքի հարց են պահանջում, մարդը պետք է այսօր էլ պահի։ Բայց մենք արդեն օրենքը պահում ենք ոչ թե փրկվելու նպատակով, այլ փրկված լինելով հանդերձ պետք է պահենք։ Օրենքը սուրբ է, դու եթե Տիրոջ ընդունես սրբվել ես, պետք է մնաս սուրբ։ Օրենքը չէ, սուրբ մարդը ինչու պետք է գողանա, ինչու պետք է սպանի, ինչու պետք է շնանա եւ այլ։ Այսինքն օրենքը պետք է պահվի։ Երկրորդ Տիմոթեոս 2:15-ում ասում է Աստծո կնիքը հաստատ է եւ սա է այդ կնիքի վրայի գրված, ասում է Տերը ճանաչում է նրանց, որ իրեն են եւ անիրավությունից հեռու մնա ամենայն մարդ, որ Քրիստոսի անունն է կանչում։ Այսինքն եթե դու Քրիստոսի անունն ես կանչում, Տիրոջ պատվերը սա է, հեռու մնա անիրավությունից ամեն Տիրոջ անունը կանչողը։ Նշանակում է օրենքը պետք է պահես, բայց նորից հիշեցնում եմ, օրենքը մենք օրինակ ես սկսել եմ չգողանալ, չշնանալ, սուտ չխոսել, չսպանել, ծնող եմ պատվում, սա արդեն այն իմաստով չի, որ դեմս դրվածը կատարեմ, որ փրկվեմ։ Ոչ, ես փրկված եմ, ես արդեն մեղավոր չեմ, արդար եմ, արդար բնությամբ, աստվածային բնությամբ կարող եմ Տիրոջ օրենքը պահել։ Տիտոսի 2:11-14-ում ասում է Աստծո փրկարար շնորհքը երևաց մարդկանց, որ խրատում է ամբարսությունից եւ աշխարհային ցանկություն ուրանանք եւ զգաստությամբ, արդարությամբ ու բարեպաշտությամբ ապրենք այս աշխարհում։ Եվ իհարկե շարունակում է նաեւ Սուրբ Գիրքը Եբրայեցիների թղթում 5 տականից հիշեցնում է ասելով ասում է Տերը ասում է իմ օրենքները պետք է դնեմ իմ ժողովրդի սրտերի մեջ, որ պահեն իմ պատվիրանները։ Տեր Հիսուսով փրկվածները անիրավությունից հեռու մնալով պետք է իրավունքի մեջ քայլեն, այսինքն օրենքը պետք է պահեն, փրկվածները արդեն։ Աստված ձեզ օր Աստծո օրենքը սուրբ է, բարձր է գոյություն ունեցող ամեն օրենքներից, եւ նրանով բացահայտվում է իրավունքի եւ անիրավության սահմանը։ Օրենքով մարդը տեսնում է Աստծո եւ իր ինչպիսին լինելը եւ երկնքի արքայությունում տիրող սուրբ իրավիճակը։ Թեև օրենքով մարդը հասկանում է իր մեղավոր ու կորսված լինելը, սակայն նրանով չի փրկվում, այլ Տեր Հիսուս փրկչի օգնության կարիքն է զգում։ Եվ Տեր Հիսուսով փրկվածները անիրավությունից հեռու մնալով պետք է իրավունքի մեջ քայլեն։